Կան դեպքեր, երբ քաղաքացին ասում է, որ ապահովագրությամբ իրեն նշանակել են թանկ եւ բարդ հետազոտություններ, որի կարիքը իրականում չի ունեցել։ Ձեր կարծիքով հնարավոր են նման դեպքեր եւ արդյոք Արմեդը կարող է դրանք զսպել։ Գնահատական տալ, թե հետեւյալ հետազոտությունը կամ ինչ որ պրոցեդուրան է բժշկական, արդյոք տեղին է տվյալ գանգատների պայմաններում, հա, արդյոք գոյություն ունի ավելի էժան, ավելի թեթև, ավելի քաղաքացուն քիչ վնաս պատճառող հետազոտություն, հա, որը կպարզեր այն տեղեկատվությունը, որի հիման վրա բժիշկը արդեն կկողմնորոշվեր վերջնական դիագնոզ դնելուց, հա, ենթադրում եմ, որ ելեմ ասում բժիշկ չնրով, որ հնարավոր է, ու Արմեդը չի խառնվում բժշկագիտական այդ process-ն։ Մենք ունենք գործելակարգեր, որ ընդհանուր ցանկեր կան, որ գործողությունները ընդհանրապես թույլատրելի են։ Եթե ցանկում նախատեսված չի ընդհանրապես այդ հետազոտությունը, տվյալ դիագնոզը, ախտորոշման որևէ պարամետր հայտնաբերման համար, ապա Արմեդը կարող է սահմանափակել եւ կսահմանափակի։ Բայց եթե ցանկում նախատեսված Արմեդը չի սահմանափակի, դա կմնա բժշկի գիտելիքին, հայացողությանը, թե որ հետազոտական գործողությամբ, օրինակ, պետք է պարզել կասկածվող դիագնոզի արկա լինելը։ Որտեղ մենք սահմանափակում չենք դնում։ Բայց եթե կասկած կա, երկրորդ կարծիքի կարելի է դիմել այլ բժշկի, Արմեդի մեջ կա երկրորդ կարծիք, ինչի՞ չէ, կարելի դիմել, կամ այլ ուժհաստատություն, եւս մեկ անգամ բժշկին հարց տալը։ Բժիշկ արդյոք գոյություն ունի այլ հետազոտություն։ Եկեք ես կարամ ծայրահեղացնեմ, հա, օրինակ գլխացավը մարդուն մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, MRT, հա, երևի պետք չի։ Բայց կարող պետք է, բժիշկն է որոշում։